Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում ծանոթացել են Վոլոդիմիր Զելենսկու ուղարկած նամակին եւ այն ավելի ուշ կներկայացվի Վլադիմիր Պուտինին։ Պեսկովը նաեւ նշել է, որ եթե Զելենսկին ցանկանում է անձամբ հանդիպել Պուտինի հետ, կարող է այցելել Մոսկվա։ Այլ մանրամասներ Կրեմլի ներկայացուցիչները չեն հայտնել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր բաց նամակում առաջարկել է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը եւ անցնել բանակցային գործընթացի։ Զելենսկին առաջարկել է, որ Վլադիմիր Պուտինը հանդիպում անցկացնի երրորդ երկրում, նաև բանակցությունների ընթացքում հաստատվի լիակատար հրադադար։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ նման քայլը կարող է հիմք դառնալ հակամարտության քաղաքական կարգավորման համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մայիսի վերջին Օրեշնիկ հրթիռային համակարգի կիրառումն Ուկրաինայի տարածքում եղել է ոչ թե մարտական, այլ փորձարկման նպատակով։ Նրա խոսքով հարվածներն իրականացվել են այն վայրում, որտեղ հնարավոր էր առավել ճշգրիտ գնահատել արդյունքները։ Պուտինը նշել է, որ հետագայում ռուսական անօդաչու սարքերն ուսումնասիրել են հարվածների հետևանքերը համակարգի արդյունավետությունը գնահատելու համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև ասել է, որ մինչև այժմ Օրեշնիկը լիարժեք մարտական կիրառություն չի ունեցել, սակայն չի բացառել, որ ապագայում այն կարող է օգտագործվել նշանակված թիրախների, այդ թվում քաղաքային կառուցապատման շրջանակների դեմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Թուրքիան չի կարող վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին, քանի դեռ ուժի մեջ են համապատասխան օրենսդրական սահմանափակումները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում կայացած լսումների ընթացքում Ռուբիոն նշել է, որ Անկարայի ծրագրից դուրս մնալու պատճառը ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումն է։ Նրա խոսքով հարցը պայմանավորված չէ քաղաքական որոշումներով, այլ կարգավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող օրենքներով, այդ թվում ազգային պաշտպանության լիազորության մասին օրենքով, եւ վարչակազմը ներկայումս չի կարող միակողմանիորեն փոխել Թուրքիայի կարգավիճակը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ դիմակայությունում կհասնի իր նպատակին, անկախ նրանից դա կլինի ռազմական գործողությունների թե բանակցությունների միջոցով։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ ներկայումս ցանկություն չունի հանդիպելու Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, սակայն չի բացառել նման հանդիպման հնարավորությունը, եթե կողմերը հասնեն համաձայնության։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է հրաժարվել Գերմանիային Թոմահոք հրթիռների մատակարարելու ծրագրից։ Այս մասին հայտնում է Պոլիտիկոն, նշելով, որ քննարկվում է Գերմանիային Թոմահոք թևավոր հրթիռների մատակարարման ծրագրի չեղարկումը Ռուսաստանի հնարավոր արձագանքի եւ ամերիկյան զինանոցում հրթիռների պակասի պատճառով։ Պարբերականի աղբյուրների համաձայն Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ նման սպառազինության տեղակայումը Եվրոպայում Մոսկվայի կողմից կարող է ընկալվել որպես լարվածության սրացում։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում է վերականգնել իր հրթիռային պաշարները, որոնք զգալիորեն նվազել են վերջին ռազմական գործողությունների ընթացքում, այդ թվում Իրանի դեմ իրականացված հարվածներից հետո։ Հնարավոր որոշումը կարող է չեղարկել Ջո Բայդենի վարչակազմի օրոք ձեռք բերված պայմանավորվածությունները եւ Գերմանիային զրկել այն սպառազինությունից, որի անհրաժեշտության մասին Բեռլինը բազմիցս հայտարարել է։